Միրակ գյուղում շնամարտ է կազմակերպվել։ Տեղեկությունը օրեր առաջ տարածվեց սոցցանցերում, նաև լրատվական կայքերում։ Ոստիկանությունից լուրերին տեղեկացրին, դեպքը մի քանի ամիս առաջ է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 28-ին եւ նոյեմբերի 9-ին բնակավայրում շնամարտ կազմակերպողները նույն անձինք են եղել։ Որպես հանդիսատես մոտ 200 անձ է ներկա եղել։ Նշված փաստով կազմված փաստաթղթերը 2026 թվականի հունվարի 23-ին փոխանցվել են ապարանի քննչական բաժին։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Ներկայումս նշված գործողություններին զուգահեռ համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։ Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում կենդանիների մարտի կազմակերպումը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ 307-րդ հոդվածը նախատեսում է պատիժ տուգանքից մինչև ազատազրկում։ Արձանագրված վերջին դեպքը տեղի ունեցել 2026 թվականի հունվարի 26-ին համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի կողմից սպասարկող վարչական տարածքում համայնքային ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախորդ օրը հունվարի 25-ին կազմակերպվել է շնամարտ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված անձինք ներկայացվել են Մուշի բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով կատարվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կենդանապաշտպանը նշում է, մեր երկրում երևույթը տարածված է եւ շնամարտեր տարբեր նպատակներով կազմակերպվում են։ Այսպես ասած արդարացված պատրվակը գամփրների մարտի մեջ այն է, որ իբր գամփրը այդպես պատրաստվում է գայլի դեմ դուրս գալու, ինչը բացարձակապես միֆ է։ Ես շատ ուսումնասիրել եմ եւ խոսել եմ շատ շների վարքաբանների հետ, դա միակ այսպես ասած արդարացված շնամարտի թեման է, մնացած դեպքերում հիմնականում գումարի համար եւ ինչու ոչ շանհաշվին ինքնահաստատվելու համար եւ իրեն սեփական ուժեղ զգալու համար շանհաշվին։ Ըստ կենդանապաշտպանի, մեր երկրում կենդանու նկատմամբ այլ տեսակի դաժան վերաբերմունք եւս տարածված է։ Երբ խոսում է շանը տանջելուց, վնասելուց, մարդիկ ասում են շները ոհմակներով հարձակվում են։ Այնինչ արի ուտես, որ դաժանության զոհ միշտ լինում են ձագերը, կատուները, ծեր կենդանիները, հաշմանդամ կենդանիները, որը որևէ աղերս չունի ինքնապաշտպանության հետ, դրանք սուտ արդարացումներ են։ Իդեպ նախորդ տարի Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 36 դեպքի արձանագրվել։ 2024-ին այդ թիվը 31 է եղել։ Լիանա Խաչատուրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։